Համացանցում պտտվում են լուսանկարներ և տեղեկատվություններ Mercedes G-Class-ի և Opel-ի մասնակցությամբ վթարի մասին և նաև տեղեկատվություն, որ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց դանակահարության հետևանքով։ Տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում վիճաբանության ընթացքում էլ դանակահարություն, դեռևս չեն հայտնում, թե ով ում է դանակահարել, արդյոք Mercedes-ի վարորդն է դանակահարել Opel-ի վարորդին և ուղևորին, նման տեղեկատվություն չկա, բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ խախտումները իրականացնում են Opel-ների վարորդները։ Մենք չգիտենք, թե դա ինչի է այդպես, բայց երբ որ բացում ես վիճակագրությունը, տեսնում ես, թե ինչպիսի մեքենաներ են ավելի շատ ստանում խախտումներ, ինչպիսի մեքենաներ են ավելի շատ հայտնվում վթարներում, ամենաշատ վթարների մեջ հայտնվում են Opel-ները։ Երևի թե որ էժան պահվող մեքենա է, ոնց ուզում վարում են, թքած ունենալով, որ կխփեն, կջարդեն, բայց իրենց կյանքի վրա էլ թքած ունեն, չես հասկանում, դե յաշիկների վարորդների մասին իհարկե բոլորս էլ պատկերացում ունենք, հիմնականում 90%-ը մեծամասնությունը անհանդուրժող, այսպես ասած, զենքը կամ դանակը գրպաններին մանեկողներ են, բայց բոլորի մասին իհարկե չենք ասում, նաև հստակ այս դեպքի մասին մենք չենք խոսում, առհասարակ ենք ասում, այս դեպքի որևէ մանրամասն մեզ հայտնի չի, չեն էլ ասում, երևի թե նախաքննությունից ելնելով, բայց հետագայում կպարզվի, թե ով էր մեղավոր, բայց ուզում եմ ասել, որ երկու կողմն էլ մեղավոր է արդեն, որովհետև տեղի է ունեցել վիճաբանություն, դանակահարություն, կարևոր է նշել մի քանի բան, նախ երթևեկությունը Երևանում խայտառակություն է, ովքեր որ ունեն մեքենա կփաստեն, որ A կետից B կետը հասնելու համար մի քանի հիվանդություն ես ձեռք բերում նյարդային, սրտային և իհարկե ամեն վայրկյան կարող ես հայտնվել պատահարներում, օրինախախտ վարորդների մեղավորության պատճառով կարող ես քո ամբողջ օրը, ժամանակը և մեքենադ, նաև կյանքդ խլել։ Հետո անհանդուրժողականության մասին իհարկե կարելի է խոսել, որ որևէ մեկը որևէ մեկին չի զիջում, չի հանդուրժում, վթարից հետո ծեծ ու ջարդ հիմնականում այդ յաշիկի վարորդներ Mercedes, BMW, Opel, այսինքն այդ վարորդների մեծամասնությունը, ոչ թե բոլորը, և այդ ծեծ ու ջարդը չի կարող լինել հենց այնպես իհարկե, կոպիտ խախտման հետևանքով վթար, այսինքն կարար այդ վթարը ուղղակի չլիներ, բայց ինչ-որ մեկի անուղեղ լինելու պատճառով լինում է, և դա արդեն այն մյուս վարորդին հաստատ դուր չի գա և նա թքած կունենա թե ապահովագրության վրա և թե ամեն ինչի վրա, ուղղակի իր օրը, իր մեքենան փչացավ, նա պետք է ժամանակ ծախսի, սպասի մեքենան սարքեն և այլն, ու դա իր համար խնդիր է։ Ով էր մեղավոր, մի հատ մեկը, ում որ վարորդական իրավունք չպետք է տային, պետք է խստացնել, զրկել վարորդական իրավունքներից բոլոր նրանց, ովքեր որ օրինակ տարվա մեջ 5 անգամ դառնում են վթարի մեղավոր։ Եվ այսպես ուշադրությունը այսօր Բագրատ Գալստանյանի օրն է և Բագրատ Գալստանյանին երկար չէինք անդրադարձել, այս մարդը ելույթ ունեցավ, ուղիղ եթեր մտավ և ասեց հետևյալը, որ ինքը տեսնում է իշխանափոխություն, Գյումրիում դա կատարվեց, Գյումրիում ինչ կատարվեց, ով ուներ մեծ շրջապատ, ով ուներ մեծ թաղամաս, ամեն մեկի թաղամասը ընտրել է իրան, բայց իհարկե մենք չենք ասում, որ իշխանությունը բացարձակ հաղթելու է 2026 թվականին, 2026 թվականին որևէ մի ուժ 50%-ից ավելի ձայն չի հավաքելու, գալու են նոր ուժեր, նոր դեմքեր, որոնք կապ չեն ունենալու ոչ նախկինների հետ, ոչ էլ ներկաների հետ, և ժողովուրդը իր մեծամասամբ քվեն տալու է հենց այդպիսի ուժերին, և գնալու են Բագրատների նմանները հանգիստ նստեն իրանց տեղերում, այսօր Բագրատ Գալստանյանը վաղուց կարող էր Հայաստանում իշխանափոխություն անել, ինչի և ինչպես, նա պետքա հրաժարվեր նախկիններից, որ եթե ես եկա իշխանության, Նիկոլը ասելա չի արել, ես ասում եմ, ես պիտի անեմ, որ նախկինները պետքա հայտնվեն իրանց իսկական տեղերում, երկրից թալանվածը ես վերադարձնում եմ, ժողովուրդը կհարգեր, կասեր Նիկոլ Փաշինյանը ասեց, չարեց, գոնե Բագրատ Գալստանյանը որպես հոգևորական կասի և իր խոստման տերը կլինի, հերիք չի սենց բաներ չասեց, այսինքն անպատժելիության մթնոլորտը շարունակում է ինքը,
Մի բան էլ գլխին հավաքեց Սերժ Սարգսյանին, չգիտեմ ում, հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որոնց ժողովուրդ ուղղակի ատում է, եւ դրա համար ձախողվեց ամեն ինչ, ինքը ձախողված մարդ է, ինքը չի պատկերացնում ժողովուրդը ինչ է ուզում, եւ եթե չի պատկերացնում, թող իմանա, որ ժողովուրդը ատում է նախկին իշխանություններին եւ չի սիրում ներկա իշխանություններին, ժողովրդի մի մասը, եւ ուզում է, որ փոխվի այսօրվա իշխանությունը, դե բնականաբար իշխանությունը պետքա փոխվի, բոլոր իշխանությունները ժամանակավոր են, եւ դա նորմալ երևույթ է։ Ոչ մի իշխանություն ժողովրդի ցանկությամբ երբեք չի կարող լինել հավերժ։ Բայց ժողովուրդը տեսնում է, որ ուրիշ տարբերակներ ինքը չունի, ուրիշ մարդ չկա, որ կարելի է բերել իշխանության։ 26 թվականին այլ է լինելու, մենք պայքարելու ենք, որ նախկինները չգան իշխանության, մենք պայքարելու ենք, որ ազգային ժողովում հնարավորինս շատ նոր դեմքեր հայտնվեն, եւ եթե պետքա լինի իշխանափոխություն, ժողովուրդը չի ուզում այս իշխանություններին, խնդրեմ, ժողովուրդը պետքա բերի նոր դեմքերի։ Ամենաչստացված ազգը կլինենք մենք, որ էլի վերադառնանք հին տաշտակին։ Ամենախելամիտ ազգը կլինենք մենք, որ ընտրենք այնպիսի ուժ, որ ոչ այս կողմ, ոչ էլ այն կողմ, ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, այլ լինի հայամետ մի հատ հզոր գաղափարով ճշմարիտ մեկը, որ սենց Բագրատների նման չգան խաբեն ժողովրդին, հետո գնան Սերժի ձեռքը սեղմեն, դե պարզ է դու հովանավորվում ես Սերժ Սարգսյանի եւ մնացած նախկինների կողմից եւ հետեւաբար ձախողվեց քո քաղաքական կարիերան, ինչպես մերժեցին Սերժին, այնպես էլ քեզ են մերժել, այստեղ ուրիշ որևէ բացատրություն չկա եւ ինքը պետքա որպես գոնե քրիստոնյա մարդ այդ ամեն ինչ ընդունի, որ ժողովուրդը ատում է նախկին իշխանություններին, նախկիններին դիմաց թաքնված եւ հետևում նախկիններին պահելով որևէ մեկը որևէ տեղ իշխանության չի գալու։ Գյումրիում էլի եմ ասում, ամեն մեկը իր թաղում հաղթել է։ Գյումրին փոքր քաղաք է, Երևանի ցանկացած թաղամասում ապրում է ավելի շատ բնակիչ, քան Գյումրիում։ Եվ պետք չի վատանալ ուրախությունից իհարկե, որ նախկինները վերադառնում են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կա եւ լինելու է ժողովրդի ձեռքում։ Նույնիսկ եթե Փաշինյանը գնա, եւ բնականաբար մի օր պետքա Փաշինյանը գնա, ոչ մեկ ցմա չի կարող ղեկավարել, Փաշինյանը եթե գնա, գալու է ինչ-որ մի ժողովրդավար ուժ, եթե գա ինչ-որ ուժ, որը չի լինի ժողովրդավար, ավելի դաժան ձևով է հեռանալու, քան Սերժ Սարգսյանը հեռացավ, որովհետև մարդկանց աչքերը բացվել են, որևէ մեկը այլևս իրեն ստրուկ չի հանդուրժի, իշխանությունները չեն կարող ժողովրդին ստրուկ համարել, այլ իրանք պետքա լինեն ժողովրդի ստրուկը։ Այսպես իհարկե կուսակցություն կա, եթե չգիտեք, Զելենսկին իր կուսակցության անունը անվանել էր ժողովրդի ծառա եւ դրա համար էլ ընտրվեց Ուկրաինայի ղեկավար։ Մեզ ժողովրդի ծառաներ են պետք, ոչ թե ժողովրդին ծառա սարքողներ։